Ձեզ համար էլ է պարզորեն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել, քանի որ ազգային ժողովում այս անգամ այդքան պատգամավոր չունի, որ խաղաղության պայմանագրի օգտին քվեարկեն։ Այդ խաղաղության պայմանագիրը որել էլի չեն լուծել։ Ադրբեջանը հետ չկայնելու էրանից։ Ո՞նց ենք մենք խաղաղ ապրելու։ Երբ որ շրջաշին ղեկավարություն ունենանք։ Դրանք սաղ ստից խոսքեր են, խաղաղություն։ Այդ ոչ ոք էլ չի կարող ասել։ Ինչ Ալիևի ականջն էլ մտած, որ դենց խոսում է։ Ոյ, հենց այնպես չի այդ ամեն ինչը։ Այդ պրոստը իրանք շահի համար այդպիսի լոզունգներ են բանանում, տարածում։ Հետո մտածում եմ, որ ժողովուրդը կհավատա էլի։ Ամեն մի հիմար արտահայտությանը այս ժողովուրդը տեսնում եք ի վիճակի ընդունելու։ Լրիվ սխալ քաղաքականություն, լրիվ սխալ է, ոչինչ կլինի։ Այս իշխանությունը մանավանդ Ղարաբաղի հարցում կարող էին շատ հաջող ձևով լուծել Ղարաբաղի հարցը, որ Ղարաբաղը մնար, 5 շրջան ավելի կտար, պատերազմ չէր լինի, կմնար կարգավիճակի հարցը, այդ գիտեք 19 թվին Մինսկի խումբը եկել է այդ առաջարկությունը, Լավրովն էլ նույն բանն ասեց։ 5 շրջանը տալիս ես, մնում այն 2 շրջանը Քելբաջար Լաչին եւ Ղարաբաղը, կարգավիճակն էլ ընթացքում կորոշվի։ Նույնի նման է զնաչոկը որ կպցերա Կամ մի մարդ եթե ասում է Արարատ բառը մոռացեք, Արարատ բառը աշխարհի ամենագեղեցիկ բառն է, Ռատ, 3 հատ ձայնավոր այա եւ հարաբերական բարձրությամբ աշխարհի ամենաբարձր սարն է։ Ինքը մեծ խոսում է, դա սարսափելի թուրքամետ է։ Այս սամանը, սա օկուպացիա Հայաստանին, այդ հյուսիսից այդ Ղարս Գյումրիով Ղախրչալակով մտնում է բան, այդ էլ հյուսիսային մասն է Հայաստանի։ Իսկ հարավային մասն էլ հիմա Թուրքիա, ոչ մի հայ չի գնում այդ ճանապարհով։ Ինքը ոչ ֆիզիկոս է, ոչ հոգեբան է, ոչ տնտեսագետ է, ոչ քիմիկոս է, ոչ բժիշկ է, ինքը ոչ մի բան է։ Ինքը չէր կարող միատնես զինվորական մասնագետ դնի գլխավոր հրամանատար, որ պատերազմը այդպես տանու չտրի։ Կամ պատերազմից հետո ջերմուկի ուղղությամբ այդ 5 պոս առանց մի կարակոսի տվել է։ Ինչ ասում են լսում է խաղաղություն, թեկուզ կազմի է, խաղաղությունը դա հարաբերական է։ Այստեղ ուժային, եթե բանը դու համապատասխան ուժային լծակները չհավասարացնես, երբեք 150 տարի առաջ էլ թուրքը մեզ կոտորել, 110 տարի առաջ էլ, 100 տարի առաջ էլ, մի քանի տարի առաջ էլ, մի քանի տարի նկատի ունեմ հեսս վերջի թեկուզ պատերազմը, ինչի մասին է խոսքը, եթե ամբողջ աշխարհը այդքան պետությունները բանեն ընդունել են ցեղասպանությունը որպես մարդկության դեմ հանցանք Նիկոլը ովա որ ասма դուք մոռացեք ձեր անցյալը ես ոնց իմ պապի տատի արյունի մեջին է ես ոնց նրանք այնտեղ են թաղված ես մարդը ոնց կարա իր ներքին զգացմունքները իր ներքին սիրված գաղափարները իր այդ սիմվոլները հայկական ոնց կարա մարդը մոռանա չի կարելի դա հանցագործություն է դա սխալ է ագիտացիան Ալիևը գիտի ինչ պայմաններով թելադրում է Նիկոլը եւ Նիկոլը կատարում է Ալիևը այդ բոլոր իրեն ցանկությունները կատարում է Նիկոլը քիչ ամիսներ տարիների ընթացքում իսկ ինչի Նիկոլը իր գերիներին այդքան լավություն անում է Ալիևին ինչի իր գերիներին Նիկոլը հայ գերիներին չի բերում իր տուն հենց դա ցույց է տալի որ Նիկոլը իր ազգի համար չի ծառայում կարգին Այսինքն Նիկոլը չի կարող խաղաղություն բերի չէ Ադրբեջանը միշտ հայերին խաբել է ու միշտ խաբելու է